Հարկ Նժդեհին, սիրելի հանրություն, ընդհանրապես թշնամուն, ոչ խնդրում են, ոչ կոչով դիմում են, ոչ էլ խելքում խրատում են, սա ճգրված օրենք է, եթե մի բան կոչվում է թշնամի, ուրեմն ինքը ուզում է քեզ ոչնչացնել, իր նպատակը քեզ ոչնչացնելն է, դու նրան խոսքով, խելքելով, խրատելով, մարդկություն, արժանապատվություն, ամոթ, օրինազանցություն, քարոզելով չես կարող կանխել։ Այդ երևույթի միտքը քեզ ոչնչացնելն է։ Հիմա եթե դուք Նիկոլին ասում են, պարոն վարչապետ, ախր սենց չի կարելի, ախր սա չպետք է անեիր, ախր սա էսի սենց չպետք է լիներ, պարոն վարչապետ, սենց որ անում եք, ախր սենց կլինի։ Դուք չեք զգում, որ այդ մարդը ամբողջությամբ թշնամի է։ Ասում եք, ինքը կատարում է թշնամու պատվերը։ Մի քիչ էլ այնտեղից ասում է, տեսանյութ է տարածել, Փաշինյան ջան, ես քեզ 2 անգամ ընտրել եմ, էլ հույս չունենաս, տիկին ուշացել ես դու։ Այն մարդիկ, ովքեր պատերազմից հետո ընտրել են Նիկոլին, դուք ուշացել եք։ Հələ պատերազմից առաջ 18 թվին ով ընտրում էր, ես նրանց վերապահումով եմ մոտենում, որովհետև ամեն մարդ չէ ունակ, որ տեսնի, որ մեր երկրում նախորդ դավաճանների օրոքել, Նիկոլի օրոքել, մեր երկիրը կառավարվում էր Պուտինի կողմից։ Այսինքն ոչ թե ինչ-որ բան էր փոխվել, այլ անձերը փոխվել էին, որ նոր ծանր հարված հասցնեն Հայաստանին, հայերը գլխի չելնեին։ Անձի փոփոխություն արեցին, հայերին խաբեցին, թե դուք փոխեցիք ձեր կյանքը դեպի լավը իբր, ու որ ցանկացած ծանր հարված հասցնելուց մեղքը գցեն ժողովրդի վրա, ասեն դու ուզեցիր, դու փոխեցիր։ Ես ձեզ ասում եմ, նախորդ 3 դավաճանների օրոք արևմտյան Ադրբեջան թեզ չի եղել։ Ալիևը Արցախից այնքան բան չի ուզել։ Ինչպես եղավ, որ սրա օրոք արդեն արևմտյան Ադրբեջան թեզ են առաջ տանում։ Սա արդեն հանցագործություն է։ Հասկանում եք։ Եթե դու սա չես տեսնում, տիկին, ու դու գնում ես, ասենք պատերազմից հետո Պուտին Լավրովյան ծրագրով Արցախը Ադրբեջանին հանձնելու քանի տարի էր, որ Սերժիկին համոզում են, որ այդ թուղթը անգամ ինքը հայտարարեց, որ պատրաստ էր, չգիտեմ, Մադրիդյան, չգիտեմ, եսիմինչյան, ստորագրեր, բայց Ալիևը չի համաձայնվել։ Ոնց որ հիմա Նիկոլը ասում է, ես միակողմանի կստորագրեմ։ Այնպես չի, որ դա ինքնագլուխ է ասում։ Դա նույնպես Ադրբեջանից թելադրվող մեթոդ է։ Ասում է, դու այդպես ասա, դու այդպես այդ թղթի գինը բարձրացրա, այդ ձեր կապիտուլյացիոն փաստաթղթի, ես էլ ասեմ, չէ, որ ձեր մոտ տպավորությունի, որ դու հաղթող թուղթ ես խաղարկության մեջ դրել, ես էլ չեմ ուզում, վախենում եմ այդ թղթից։ Այս ամեն ինչը սարքված է։ Հասկանում եք։ Ու եթե դու 21 թվից հետո գնացել ես նորից Նիկոլ ես ընտրել, շատ կներես դու թշնամի ես։ Շատ կներես դու հանցագործ ես։ Շատ կներես դու պետք է պատասխանատվության ենթարկվես, կապ չունի քո դիրքը հանրության մեջ։ Քաղաքացիական դիրք կլինի, վարչական դիրք կլինի, հասկանում եք։ Տեղական կառավարման մարմնի աշխատող կլինես, թե պետական ծառայող կլինես, թե հնձվոր ու չգիտեմ աման լվացող կլինես, դա կապ չունի դու պատասխան ես տալու։ Ու ասեմ, Նիկոլը չի թաքցնում։ Այն մարդն ասում է, եթե դու այս մարդուն բերել ես իշխանության ու դժգոհում ես իրենից, մեղքի բաժինը քոնն է, դու ես իրան բերել։ Մարդը իր մեղքը գցում է քո վրա արդեն։ Դու ես ասում ինձ ընտրել։ Ես մեղավոր չեմ։ Ես էս էի։ Ես ուղղակի սա ասում եմ, որ հասկանաք։ Վաղը ամեն ինչ որ ընկավ իր տեղը, հանրության զգալի մասը ամոթխած եմ անգալու։ Ամոթխած։ Հիմա որ գլուխ են ծեծում, առաջ գալիս են, որ չէ, ինչ եք անում, բա թողենք բանը Քոչարյանը գա, այսինքն քեզ թվում է դու ես Նիկոլին պահում։ Ոնց Նիկոլին պահում ես, այդ նույն հաջողությամբ անց արա Քոչարյանը չգա, եթե դու ես պահում Նիկոլին։
Նիկոլին դու չես պահում, Նիկոլին Քոչարյանն է պահում։ Դու չես պահում, դու ով ես որ Նիկոլ պահես։ Հասկանում ես այդ խաբված։ Նիկոլին Պուտինը, Էրդողանը, Ալիևը, Ռոբերտ Սերժը խաղացնելով պահում են։ Տվել են ձեռդ ու դու պահում ես։ Հասկանում ես։ Դու որ չնայած այսքան հասկանար 21 թվին Նիկոլ չէիր ընտրի։ Իսկ վերջում ասեմ, ոստիկան դու իսկապես արդեն քո համազգեստի վրա չի սազում հայոց զինանշանն ու եռագույնը։ Դու իսկապես ծառայում ես թշնամուն։ Իսկապես։ Ես ուրիշ բան չունեմ ասելու քեզ։ Դու ծառայում ես Ալիևին։ Ենթարկվել Նիկոլին նշանակում է ծառայել Ալիևին։ Արևմտյան Ադրբեջան թեզ շահարկողը, որ մեզ ասում է, բայց ո՞նց է դուք կասեք Արևմտյան Հայաստան, նրանք էլ կարող են ասել Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն ինքը հավասարի նշան է դնում քոչվորի, ով ստեղ ոչինչ չի ունեցել։ Ով եկել է իմ տուն, սեղան է տեսել, ինքը սեղան աթոռը չի հասկացել ինչ է։ Ինքը կամ ձյու վրա է եղել, կամ հողին ծալապատակ նստած։ Ինքը սեղան չի նստել, ինքը մեզանից է սեղան նստել սովորել։ Ու այսօր Նիկոլի միջոցով սեղանի տերն ինքն է դարձել։ Այսպես չի մնա։ Խելքի եկեք։